Ողջույն բոլորին, այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվեմ իմ պատվերով, որը որ ես անցած տեսանյութումս ներկայացրեցի, ինչ էի պատվիրել Faberlic-ից մեր ընկերության կայքից։ Ես պատվիրել եմ Detox Smoothie պատրաստման խառնուրդ ելակով, սա նախատեսված է քաշի վերահսկման համար։ Ինքը 100 գրամ է, 25 պորցի է, արտիկուլը 15794։ Ինքը ելակի համով սմուզի է, իր մեջ ներառված է չիայի սերմեր, որը որ մեղ մաքրում է օրգանիզմը, մարմինը, ստամոքսաղիքային համակարգի բարելավում է կատարում և քաշի վերահսկում է կատարում։ Ինքը նախատեսված է, ով որ քաշի հետ խնդիր ունի, ուզում է կիլոգրամներ կորցնել, այսպես ասած, շատ լավ ինքը նախատեսված է դրա համար։ Ախորժակի անկում է առաջացնում, որը որ թույլ չի տալիս քեզ շատ ուտել, դրա համար խմում ենք սմուզի, պատրաստում ենք և ըմպում ենք, կորցնում ենք մի քանի կիլոգրամներ։ Խնդրեմ, ես արդեն ինքը զիպ փականով է, ես արդեն, չգիտեմ ինչպես անեմ, որ երևա, ինքը, մի րոպե, այսպես ասեմ, անեմ, որ ինքը տեսեք ինչ գույնի է, շագանակագույն երանգի է, իր մեջ կա կտավատի սերմեր, չիայի սերմեր ու խառնուրդ է, ինքը չունի բուրիչներ, կոնսերվանտներ, նման բաներ իր մեջ, կողմնակի այլ ինչ-որ հավելումներ չկա wellness ֆիրմայի մեջ, շատ լավն է, թե սմուզիները, թե թեյերը, մենք նաև այնտեղ ունենք ֆիտոթեյեր քաշի վերահսկման համար, ունենք wellness կոկտեյլներ, ունենք սուրճ, նույնպես քաշի վերահսկման համար է նախատեսված, ապուրներ ունենք նաև դեղորայքեր, որը որ և սիրոպ, օշարակ, որը որ նախատեսված է հենց քաշի վերահսկման համար, քաշի բալանսը պահելու համար։ Սիրելիներս, ինչպես ենք այն օգտագործում, ըմպում ենք սմուզին օրը մեկ անգամ, 2 թեյի գդալ բացում ենք 100-ից 150 մլ եռման ջրի մեջ։ Ես արդեն այստեղ խնդրեմ, մի րոպե ցույց տամ, որ չի ֆիքսում իմ տեսախցիկը, լավ չի ֆիքսում, խնդրեմ, ինքը այս տիպի գույն ունի, շատ նուրբ համ է, իմիջիալոց ասեմ, ելակի շատ նուրբ համ է, իր մեջ ինքը շատ քաղցր չէ, իմիջիալոց ասեմ, շատ հետաքրքիր համ ունի, իրոք շատ հետաքրքիր համ ունի, շատ լավն է, ես հավանեցի, ինքը մի թեթև անհամ չեմ կարող ասել, քաղցրություն ընդհանրապես չկա իր մեջ, ինքը իր մեջ չի ներառում քաղցրություն, մի խոսքով գնեք, պատվիրեք, շատ լավն է, ես ձեզ խորհուրդ կտամ, սա ես պատվիրել էի առաջի անգամ, ես անցած անգամ պատվիրեցի ֆիտոխտանյութ քաշը վերահսկելու համար, թեյ է, որը նախատեսված է նիհարելու համար, դա էի պատվիրել, շատ լավն էր, 2 անգամ պատվիրեցի, շատ լավ թեյ էր, իմիջիալոց ասեմ, պատվիրեք աղջիկներ ջան, ով որ քաշի հետ խնդիր ունի, մենք այնտեղ մեր կայքում, թե կատալոգում և թե կայքում ունենք դեղեր, քաշի վերահսկման համար, ունենք օշարակ, ունենք wellness կոկտեյլներ, ապուրներ, ինչու՞ չէ նաև սուրճ ունենք նույնպես քաշի վերահսկման համար, ախորժակի բացակայություն է առաջանում և դու սկսում ես քիչ ուտել, օրվա ընթացքում քիչ ուտել։ Ես անկեղծ ասած առավոտյան արդեն նախաճաշել եմ, հիմա ես իմ սմուզիս կխմեմ և էլ հաց չեմ ուտի մինչև երեկոյան ժամերին, այսինքն ինքը պակասեցնում է հաց ուտելու զգացողությունը օրվա ընթացքում,
1-2 անգամ պակասեցնում է։ Էլ ինչ կարող եմ ասել, ես դες կարող եմ ռեալ իրական խորհուրդ տալ, որ դուք օգտագործեք եւ չեք փոշմանի, եթե դուք բալանսավորված ուտեք, հետևեք ձեր սննդակարգին, ուտեք միայն սպիտակուց, ոչ միայն սպիտակուց, այլ նաև սպիտակուց պարունակող, բջջանյութ պարունակող մթերքներ կանոնավոր կերպով դուք կնիհարեք ախորժակով, չկերտավոր ասած, ոչ թե անիմաստ դիետաներ պահել, անիմաստ չգիտեմ ինչեր անել, հաց չեմ ուտում, որ չաղանամ, քաղցր չեմ ուտում, որ չչաղանամ, կերեք քաղցր, օրը 1 անգամ, հաց կերեք, օրը 1 անգամ, բայց չչարաշահեք ձեր ածխաջուրը ու շաքարը, քանի որ հացի մեջ կա ածխաջուր, իսկ քաղցրավենիքների բոլոր տեսակի քաղցրավենիքների մեջ կա մեծ քանակությամբ շաքար։ Դրա համար պետք է բալանսավորված չափով ուտել, որ չգիրանաք, ժամով ուտել, այսինքն ես գիտեք ինչպես եմ անում, շաբաթական ընդունում եմ 2 անգամ, շաբաթը 2 օր, ուտում եմ քաղցր, լրիվ ամբողջ օրը քաղցր չէ, այսինքն այսօր կամ վաղը իմ քաղցրի սորն է, այսպես ասած, չգերտավոր ասած, իսկ մնացած օրերը ես կանոնավոր սնվում եմ սպիտակուցով, հարուստ մթերքներով, ածխաջրով, բջջանյութով, բանջարեղենով, վիտամիններով, մրգերով, չգիտեմ, բազմատեսակ մթերքներով, իմ սննդակարգի մեջ ես չեմ բացառում հացը, որովհետև հաց ես օգտագործում եմ, բայց չափի մեջ եմ օգտագործում։ Ես քաղցրակեր չեմ, անկեղծ ասած քաղցրակեր չեմ, քաղցր ուտում եմ այն ժամանակ, երբ որ ուզում եմ, այսպես ասած։ Ամեն օր քաղցր չեմ ուտում, երբ որ ուզում եմ ուտեմ, այսինքն երբ որ դու ուզում ես քաղցր ուտել, ուրեմն էներգիայի պակաս կա քո մեջ։ Եթե դու խմում ես անընդհատ գազավորված ըմպելիք, ուրեմն կալցիումի պակաս ունես։ Եթե դու անընդհատ, չգիտեմ, ուտում ես կիվի, ցիտրուսային մրգեր, ուրեմն վիտամին C-ի պակաս դու ունես։ Սիրելիներս, լրացրեք ձեր օրվա մթերքները չափով ու վիտամիններով հարուստ, այսինքն կերեք ամեն ինչ, բայց չափ գոյություն ունի, այսինքն վերցրեք մի հատ խաշած հավկիթ, 2 կտոր հաց, մի փոքր կտոր 200-ից 300 գրամ հավի կրծքամիս խաշած կամ տապակած, ձեթով տապակած, համեմունքներով ու ձեթով տապակած ու ամեն օր օգտագործեք ըստ իմ խորհուրդն է, այսպես ասած, ցանկալի կլիներ, ամեն օր դուք ուտեիք աղցան, որևէ տեսակի աղցան, տարբեր տեսակի աղցան, հազարով աղցան, հավի կրծքամսով աղցան, բացօյացված եգիպտացորենի աղցան, ոլորով աղցան, աղցանները, տարբեր տեսակի աղցանները ձեզ կնիհարեցնեն, որովհետև աղցանների մեջ կա վիտամիններ, աղցանների մեջ կա սպիտակուցներ, ածխաջրեր, բջջանյութ, մի խոսքով ամեն ինչ միախառնված է մեկ ափսեի մեջ։ Այդպես դարձրեք ձեր սննդակարգը եւ դուք կանոնավոր կերպով կնիհարեք։ Այսօր այսքանը, մի քիչ երկար խոսեցի, բայց կարևոր բաներ ասեցի։ Այսօր այսքանը, ով որ ցանկանում է պատվիրել մեր wellness հավաքածուից, գրեք մեկնաբանությունում, իսկ ես կգնամ կվայելեմ իմ սմուզին։ Բոլորին բարի ախորժակ, նիհարեք ժպիտով եւ ամենակարևորը ցանկությամբ, ով որ ցանկություն ունի, նա էլ կնիհարի։ Եղեք առողջ, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։